Վերջին տարիների ընթացքում Գավառ քաղաքում մշակութային կյանքը առավել ակտիվ ու հագեցած է եղել։ Մշակութային, ստեղծագործական եւ կրթական կենտրոններում ուսումնական պլաններին զուգահեռ կազմակերպվել եւ իրականացվել են բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ։ Գավառ քաղաքում այսօր գործում են երաժշտական, արվեստի, դուդուկի դպրոցներ, քաղաքային գրադարան, ուսուցողական եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ եւ 5 մանկապարտեզներ։ Թվարկվածները հողակներ են, որոնց միջոցով կազմակերպվում է համայնքի մշակութային առօրյան։ Քաղաքապետարանում վերջին տարիների ձեռքբերումներից են համարում համաքաղաքային միջոցառումների կազմակերպումը եւ անցկացումը, որոնց բացի թվարկված կազմակերպություններից իրենց մասնակցություն են ունեցել նաեւ համայնքի բնակիչները։ Մեր քաղաքում մշակութային կյանքը բավականին ակտիվ է։ Հանդես են գալիս բազմաթիվ ծրագրերով, որոնց ես մասնակցությունն են ունենում նաև բնակիչները, եւ աշխատում ենք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք համընդհանուր բնույթ ունենան, ավելի շատ ներգրավեն բնակիչները։ Իդեպ համայնքի քառամյա զարգացման ծրագրի դրույթների համաձայն վերջին տարիներին շինարարական եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվել վերոնշյալ կազմակերպություններում, աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Համարաբոլոր մշակութային կազմակերպություններում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ։ Այսօր մենք ունենք բավականին լավ քաղաքային գրադարան, որը ամբողջությամբ վերանորոգվել է։ Ունենք երաժշտական եւ արվեստի դպրոցներ։ Մեր երաժշտական դպրոցը այս տարի կջեռուցվի։ Արվեստի դպրոցը արդեն լրիվ վերանորոգված է եւ ջեռուցվում է։ Մի խոսքով ստեղծվել են մեր երեխաների համար եւ քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր պայմանները։ Եվ մեր մշակութային օջախները շատ ակտիվ են։ Իրականացված միջոցառումները եղել են բազմապիսի, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, օրացուցային տոներին նվիրված միջոցառումներ, փառատոներ, մեծարման ցերեկույթներ, հյուրընկալություններ, մանկական հանդեսներ, մյուզիկալներ, բեմադրություններ եւ այլն։ Նշյալ հաստատությունների սաները մասնակցել են նաև բազմապիսի մրցույթ փառատոնների, որոնցից արժե հիշատակել Վերածնունդ, Նոր շունչ, Ռուսաստանի սիրված երգեր, Նռանհատիկ, Այվազյանական հանրապետական թատերական, Պատանի դաշնակահարների, Երգող Հայաստան եւ այլ մրցույթ փառատոնները։ Մասնակիցները միշտ էլ արժանացել են պատվավոր մրցանակների։ 2013-14 թվականների ընթացքում առավել ակտիվ է եղել մշակութային կյանքը մեր քաղաքում, ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, արժանացել ենք բազմաթիվ խրախուսանքների, բազմաթիվ մրցանակների։ Հատկանշական էր վերջին օրերին Գավառ քաղաքում անցկացված դուդուկի փառատոնը, որն իրականացվում էր Իմ Հայաստան համահայկական երկրորդ փառատոնի շրջանակներում։ Միջազգային ճանաչում ունեցող, ինչպես նաև սփյուռքահայ մեր հայրենակից դուդուկահարների հետ փառատոնին իրենց մասնակցությունն ունեցան նաև Գավառի Գևորգ Տաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները, Սփյուռքի նախարարության կողմից արժանանալով հատուկ հավաստագրի։